Օգոստոսի 4-ին Սևան էր այցելել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, Սև Հովազ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Սև Հովազ գումարտակի հրամանատար Ռուստամ Գասպարյանը զինակից ընկերների հետ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնեց նաև Հրանտ Մադաթյանի կողմից կազմավորված կամավորների խումբը, ովքեր միանալով Սև Հովազ ջոկատին կանգնեցին հայ զինվորի կողքին, ոգևորելու եւ անհրաժեշտության դեպքում մարտնչելու ադրբեջանցիների դեմ, պաշտպանելու Արցախ աշխարհը թշնամու հերթական սանձարձակություններից։ Եվ ահա Սև Հովազ ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանն անձամբ այցելեց Սևան, պարգևատրելու եւ առաջին վկայականներն ու կրծքանշանները հանձնելու Սև Հովազ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանն անդամագրված նվիրյալներին, Հրանտ Մադաթյանին եւ բոլոր այն տղաներին, ովքեր Հրանտ Մադաթյանի հետ քառօրյա պատերազմի օրերին մեկնեցին Արցախ եւ համալրեցին Սև Հովազ ջոկատի շարքերը։ Ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում եւ Արցախյան ազատամարտի տարիներին զոհվածների հիշատակը։ Այսօրվա մեր հավաքի նպատակը նվիրված է ապրիլյան պատերազմում իրենց մասնակցությունը ցուցաբերած մեր բոլորի կողմից հարգանք վայելող Հրանտ Մադաթյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզի ազատամարտիկների պարգևատրմանը։ Պաշտպանության նախարարի եւ Սև Հովազ ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից հակիրճ ուզում եմ ներկայացնել Սև Հովազ ջոկատի մարտական ուղուն։ Արցախյան պատերազմի առաջին օրվանից ջոկատը կանգնեց հայրենիքի պաշտպանության գործին։ Անցավ փառավոր ուղի հրամանատար Գասպարյան Ռուստամի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների ազատագրմանը։ Ցավոք ունեցանք մարտական գործողությունների ժամանակ 12 քաջարի հովազների կորուստ, փառք նրանց։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Սևանի ավազանի տղաները 13 կամավորական ազատամարտիկներ գլխավորությամբ Հրանտ Մադաթյանի միացան Սև Հովազ ջոկատին եւ իրենց խոսքը ասեցին այդ ծանր օրերին։ Հրամանատարության, կորպուսի հրամանատարության, Սև Հովազ ջոկատի հրամանատարության կողմից արժանացան բազմաթիվ խրախուսանքների եւ գովեստների։ Շնորհակալություն պարոն Մադաթյան ձեզ։ Ձեր շնորհիվ որ տղաները համախմբվեցին, շատ տղաներ բոլոր ճակատներում եղել են։ Սև Հովազ ջոկատի հետ ձեր գլխավորությամբ 12 տղաներ, ձեր հետ միասին 13 տղաներ, իրենց խոսքը ասցին հայրենիքի պաշտպանության գործին։ Սիրով խոսքը ուզում եմ փոխանցել Սև Հովազ ջոկատի հրամանատարի տեղակալ գնդապետ Պետրոսյան Մամիկոնին։ Ես զգացված ու պատրաստ եմ միշտ ձեզ հետ դուրս գալու ամենայն դժվար ճակատը։ Շնորհակալություն ձեզ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք ունեք այդպիսի քաջարի լավ մարտական լավ ընկերներ, որ այսօր արդեն մեր ընկերներ։ Ես ուրախ եմ ձեզ ցավոք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ ուզում ողջունեմ մեր մարտական ընկերներին, մեր հարգարժան Գեղարքունիքի մարզի բարեկամներին։ Այո, դեռ 90-ականներից Սևանը իր լուրջ մասնակցություն ունեցավ, Սևանի ավազան, այսինքն Գեղարքունիքի մարզը լուրջ մասնակցություն ունեցավ Արցախյան պատերազմի գործողություններին, բազմաթիվ տղաներ կյանքները դրեցին մեր անկախության, մեր պաշտպանության, մեր պետության կայացման գործում, թող փառք լինի բոլորին։ Գեղարքունիքի կողմի ժողովուրդը բոլորս էլ գիտենք հիմնական մասը գաղթական մեր արևմտյան Հայաստանի կողմից գաղթված, Թուրքի յաթաղանից մազապուր ծեղած, եկել բնակվել ընստեղ եւ հայրենասիրությունը հենց իրանց գեներից եկած, իրանց պապերից եկած, այսօր իրանց մեջ խոսում։ Հրանտ Մադաթյանին ես ճանաչել եմ դեռ անցած ազգային ժողովի գումարումից, միասին եղել ենք падգամավոր, դեռ ընդեղից Հրանտի ազնվությունը, Հրանտի նվիրվածությունը եւ իր անկերության հանդեպ եւ իր ժողովրդի հանդեպ դեռ ընդեղից եմ ես նկատել։
ու գնահատել։ Հարցեր, խնդիրներ, որը որ հուզում տանջում էր Սևանի եւ Գեղարքունիքի կողմի ձեր ավազանի ժողովրդին, բարձրացնում ու ասում էր։ Ամեն անգամ, եթե մի հարց, թեկուզ չնչին հարց կարում էր լուսման հասցներ, գալիս էր կաբինետներում հավաքում էինք, ուրախանում էր ինքն իրան, ոնց որ իր անձնական համար ինչ-որ մի լավ բան արածն էր։ Եվ դա իրոք գնահատվում էր բոլորի կողմից, բոլոր մեր ընկերների, ազգային ժողովի այնտեղ պատգամավորների կողմից, որպես նվիրյալ, որպես նվիրված, որպես ազնիվ մարդու։ Ու միջև ապրիլյան դեպքերը բազմաթիվ անգամներ, ասեմ, որ իմ Սև Հովազ ջոկատը միջև այսօր էլ Կրասնոսելսկի դիրքերի պաշտպանությունը պատերազմի հենց ավարտից միջև այսօր գտնվում այդ դիրքերին Մամիկոն Պետրոսյանի գլխավորությամբ վերջին ընդամենը 2 տարին Մամիկոնը գնաց թոշակի, բայց տղաները դեռ գտնվում են այնտեղ։ Այդ դիրքերի պաշտպանությունը մեր տղաների վրա։ Բազմաթիվ անգամներ Մադաթյան Հրանտի որպես եւ պատգամավոր եւ մարդ եւ որը որ մտածում էր դիրքերի համար, տղաների ու պաշտպանության համար իրար հետ կվկայի մեր պարոն գնդապետ Պետրոսյան Մամիկոնը, քանի որ ինքն էր տարիներին հրամանատարը, բարձրանում ենք դիրքեր, օգնություններ, սկսած սիգարետից, թող հեռուստացույց, թող ամեն ինչով, ինչի պակաս, ինչի խնդիր կար դիրքերում։ Բազմաթիվ անգամներ Հրանտի հետ միասին, Մադաթյանի հետ միասին բարձրացել են դիրքեր ու այդ օգնությունները հասցրել են մեր տղաներին։ Այս ապրիլյան պատերազմին Մադաթյանը զանգեց, ասեց դուրս եմ ուզում գամ տղաների հետ միասին, մեր ջոկատի հետ միասին, որ կողմն եք։ Ու ես ասեցի, որ գտնվում ենք մեր հարավային, այսինքն հատվածում, որտեղ որ ծանր էր վիճակը, որտեղ որ հակառակորդը մեծ ուժեր էր, շատ մեծ ուժեր էր կուտակել, իր իհարկե փոքր հաջողությունը ոգևորել էր իրան, ու մեծ ուժեր կուտակած փորձում էին նորից երևի շարունակել, ճեղքել իրանց հաղթանակը, հասնել վերջնական գագաթնակետին։ Բոլորս գիտենք Ադրբեջանը Թուրքիայի հետ այսօր ինչի է ձգտում, հենց այն հատվածը, որտեղ որ մենք մեզ վստահեցին 7 կիլոմետր հատված, որը որ մեր պաշտպանության տակ էր, այդ ճանապարհով Ադրբեջանը ցանկություն ուներ դեպի Ղափան, Մեղրի ու միանար Նախիջևանին։ Իրանց դարավոր երազանքն եղել պանթուրիզմի։ Նախիջևանը միացնել, իհարկե Նախիջևանն արդեն Թուրքիայի հետ սահմանը, միացնեն Ադրբեջանին։ Այդ ծրագիրն ուներ Ադրբեջանը։ Մեր կամավոր տղաների հենց ներկայությունը այնտեղ արդեն սարսափ մցրեց ադրբեջանցու մեջ։ Ընդդուք միջև Ռուսաստանից լրագրողներ եկան զարմացած, թե էս ինչ եք, էս ով եք, էս ինչ ազգ է, էս հայը։ Այսօր աշխարհում եք կարելի ասել տարբեր երկրներում պատերազմ։ Մարդիկ իրենց երկրներից փախնում են, ծեծելով ու զորով, հենց մեկը Ադրբեջանը բարձում էին զորով այն ֆուրերի մեջ, որ լուսամտել չունենա փախնելու, բերում հասնում են սահմանի բերանը ֆուրերի, բերանը բացում ու բրախում էին, բերում էին առաջիկից, ասում իսկ հայերը դոհլ զուրնով են գալիս, 2 պարով են գալիս պատերազմ, ես ով եք ուք, ես ինչ ազգ եք, հենց սա սարսափ մցրեց Ադրբեջանի մեջ, ու այդ ընթացքում Մադաթյան Հրանտը իր տղաների հետ միասին եկավ, միացավ մեր ջոկատին իհարկե, նաև հաշվի առնելով նաև մեր ընկերությունը, մեր կապերը, ցանկություն հայտնեց մեր ջոկատի հետ մասնակցել, ու իրոք ոնց որ պարոն Պետրոսյանն ասեց, ես էլ եմ շնորհակալ տղեկ, ու ուրախ եմ, որ կարեցանք ձեր նման, ես միշտ օրինակ էի բերում այնտեղ, ամեն օրը ռազմոտին, որ շարում էի տղաներին, օրինակ վերցրեք Սևանի տղեկից, իրանց կարգապահությամբ, իրանց յուրաքանչյուր առաջադրանքը առանց ինչ-որ մտածելու, առանց ինչ-որ բառ ասելու, յուրաքանչյուր առաջադրանք
լսում ենք ու կատարում ենք։ Շնորհակալ ենք տղեկ դրա համար ձեզ։ Ու նախարարը մինչև նախարարը զեկուցվել է ձեր մասին։ Ու նախարարը գնահատել է, անձամբ նախարարը գնահատել է տղեկ ձեզ, ձեր ջոկատին ու իհարկե ջոկատի հրամանատարին, որ Մադաթյան հրանտն է։ Ու իր կողմից նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հրանտ Մադաթյանը պարգևատրվել է նախարարության բարձրագույն մեդալով, մարշալ Բաղրամյան մեդալով բեմի մեծերը ներկային գտնվում իհարկե այստեղ ու ասեմ յուրաքանչյուր միջոցառում, որ կապված եղել մեր ազատամարտիկների հետ, մեր հարգարժան մեծերը, մեր վարպետները ներկային գտնվել ու իրանց ներկայությամբ ոգևորել են տղաներին եւ ճակատ ճանապարհելուց եւ միջոցառումներին կոնդու դեռ են դիվերսիոն գործողությունները, որ սկսվել էր դեռ միջև ապրիլյան դեպքերը, այո, առաջնագծում են եղել դիրքերում զինվորների հետ հանդիպումներ ոգևորել, այնպես որ մեր լավագույն բարեկամներն են, մեր լավագույն ընկերներն են, իրանց ներկայությամբ իհարկե նորից եմ կրկնում ոգևորում ու իրանց խոսքն են ասում, իրանց մասնակցությունն են ունենում յուրաքանչյուր մեր առիթին։ Այնուհետև Սև Հովազ ջոկատի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Մեսրոպյանը ընթերցեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհակալական խոսքը Սև Հովազ գումարտակի տղաներին։ Զինակից ընկեր, մեր սերունդը հերոսական պայքարով ազատագրելով հայոց պատմական հողերը եւ խայտարակ պարտության մատնելով թշնամուն, միաժամանակ անցավ պատերազմական դաժան իրողությունների, հարավիրքների եւ անփարտելի ցավերի միջով։ Անժամ մենք այն երազանքն էինք փայփայում, որ գոնե մեր զավակները ունենալով հաղթական հայրենիք ստիված չէին լինի զենքով ապացուցել գոյության իրավունքը, որ զերծ կմնա պատերազմական դաժանություններից, որ մենք տվեցինք նաև իրենց բաժինը, կռիվը, բայց այդպես չեղավ։ Ապրիլյան պատերազմը ոգու փորձություն դարձավ, ինչպես հայոց բանակի եւ ամբողջ բնակչության, այնպես էլ համայն հայության համար։ Մենք մարտահրավերներից խույս տալու իրավունք ու հնարավորություն չունեինք եւ հայոց բանակը համաժողովրդական աջակցությամբ այն ընդունեց արիաբար։ Հակառակորդից ձեռնարկած բուռն գրոհին, սանձազերծ գործողություններին եւ լկտի հավակնություններին հարկադրվեցին մեր զինծառայողների արհեստավարժ, զուսպ, կարգապահ գործողությունները, մեկին տասնապատիկ պատասխանելու վճռականությունը, հրամանատար ենթակա ամուր կապն ու միմյանց փոխօգնության հասնելու պատրաստակամությունը։ Այդ ամբողջական շղթայի անկապտելի եւ լավագույն օղակներից դարձանք դուք պայեստազորայինները անհաղթ օգնության հասնելով եւ ամրապնդելով հայրենիած սահմանները։ Հակառակորդի ապրիլյան արկածախնդրության օրերին մինչև զոհվելով դիրքերը չանձնող մեր ժամկետային զինծառայողները լսում էին, մերոնք գալիս են, ավակները գալիս են լուրը։ Դու մարտնկերներիդ հետ արդեն մտնում էիր Հայաստանն ու Արցախը երիզող մարտական հենակետեր, նրանց հետ միասին հայրենիք պաշտպանելու եւ կազմակերպված ձեռ տալու թշնամու դեմ համազգային փոխկումին։ Զինակից ընկերոջի շնորհակալություն չեն հայտնում, բայց իրավամբ կարծենում են նրա դաստիարակած որդիներով, ովքեր իրենց հայրերի հետ վերցրին ճակատագրին հետած ձեռնոցը ու հետ շպրտված թշնամուն կրկին հրատար պարտադրեցին։ Մենք առավել հզոր ու պաշտպանված հայրենիք ենք կերտելու եւ այդ ճանապարհը վերստին միասին ենք հասնելու, քայլ առ քայլ ամրացնելով հայ ժողովրդի ու սերունդների միասնությունը եւ պատմության էջերում վերջնականապես ամրագրելով այնքան երազված հաղթանակ բառը։ Զինակից ընկեր, դու եւ քո բոլոր մարտնկերները հայոց բանակի անկյունակարն եք ու նրա հենասյունը եւ վստահ ենք, որ վտանգի պահին ինչ էլ որ լինի, դուք կրկին կմիանաք մեզ ձեռնամուխ լինելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Փառք ու պատիվ քեզ եւ քո ընկերներին։ Շնորհակալ եմ քեզ, իմ սիրելի մարտական ընկեր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան։
Պաշտպանության նախարարի Սերյան Օհայանի շնորհակալագրով է պարգևատրվել Հրանտ Մադատյանը։ Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության պատվոգրով Հրանտ Մադատյանին ապրիլյան պատերազմում հայրենիքի պաշտպանության սրբազան գործին մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգևատրել Հրանտ Ռոբերտի Մադատյանին Մարշալ Բաղրամյան անվան մեդալով։ Նաև Սև Հովազ ռազմահայրենասիրական կազմակերպության վկայականը եւ Սիրելի ընկերներ, զինակից ընկերներ, ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորս ազգովի ուզում էին կանգնել մեր զինվորի կողքին, մեր 18 տարեկան երիտասարդների կողքին լինել ու նրանց հետ միասին պաշտպանել մեր հայրենիքը, մեր տունը, մեր տեղը, մեր ընկերներին, մեր բոլոր ժողովրդին, բոլորիս մեջ մի թասիբ մտա, մի արյան կանչ լինեի ոչ թե մեր զինվորի կողքին, այլ զինվորից առաջ գտնվեին, զինվորը մնար մեր թիկունքում, մենք բոլորս այդ ձևով ենք ցանկացել գնալ, լինել առաջնագծում։ Այդ օրերին ուզեցել եմ կապվել Ռուստամ Գասպարյանի հետ, իմ ընկերոջը, իմանայի, որ ինքը ինչ նպատակներ իր ցանկություններ ունի։ Հետո այդ օրը մեր կապնվելը չեղավ, մյուս օրը ես կապնվեցի, արդեն ջոկատը հասել էր Ղարաբաղ, արդեն իրանք իրաց դիրքերը ունեին, պաշտպանում էին արդեն։ Ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել բոլոր մնացած այն ընկերներին, ովքեր թիկունքից մեզ պաշտպանեցին։ Մի անգամից Մոսկվայից, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից մեր ընկերները օգնություն ուղարկեցին, մեր համազգեստները, այնտեղ կապի միջոցները, հեռադիտակները ու դալնամերներ, որը չափում է տեխնիկայի արագությունն ու հեռավորությունը, մենք միանգամից կարողացանք հասնել Սև Հովազ ջոկատին գլխավորությամբ Ռուստամ Գասպարյանի, իմ ընկերոջ։ Մենք բոլորս ոչ մեկս չենք ուզեցել գնալ, որ արժանանանք այս պարգևներին։ Ոչ մեկս այդ մասին չենք մտածել, դրա համար չենք գնացել, մենք գնացել ենք մեր հայրենիքի, մեր տան, մեր երեխու, մեր ընկերոջ, մեր թասիբի նամուսի համար են գնացել։ Բայց շատ լավ է, որ եթե մի մարդ մի գործ է կատարում, հայրենիքի համար կլի, թե ընկերոջ համար, թե անծանոթի համար, որ արժանանում է ինչ-որ մի խրախուսանքի, մի լավ խոսքի, ուշադրության է արժանանում։ Եվ մենք բոլորս ստեղ հավաքվածներս այդ մարդիկն ենք, որ երևի թե մեզ մենակ այդ լավ մարդկային վերաբերմունքով ու մոտեցմամբ կարող են զարմացնել ու այսօր մենք զարմացել ենք, որ մենք ջոկատով, մենք տղաներով արժանացանք մեր երկրի պաշտպանության նախարարության եւ հանձինս նախարար Սերյան Օհայանի ուշադրության արժանացանք ու այսպիսի պարգևներ, որ հիմա պետք է տղաները ստանան, բոլորիդ կողմից իմ շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ձեզ իմ զինակից ընկերներ եւ իրոք ես ոչ մի վարքյան Ղարաբաղի սահմանում եղած ժամանակ ոչ մի անգամ գլուխս չեմ կախել ձեր համար, որովհետեւ ամեն օր ես կողքից հրամանատարի տեղակալներից բոլորից եւ զինվորներից բոլորից լսում էի լավ խոսքեր Սևանի տղաների հանդեպ։ Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել պարոն Գասպարյանին, մեր ջոկատի, մեր գնդի հրամանատարին։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ ընկերոջը եւ իրոք ես մտածված եմ գնացել, միացել Սև Հովազ ջոկատին, մտածված եմ գնացել, որտեվ Ռուստամի մեջ տեսել եմ արդար մարդու, պարզ մարդու, նվիրված հայրենիքին, ընկերոջը, ընտանիքին եւ հայազգի համար 90-ականներից արում տված, բազմակի անգամ վիրավորված, բազմակի տանջանքներով հասել եմ մինչև մեր օրերը։ Լեգենդար մարդու կողքի եմ կանգնել, լեգենդար ջոկատի մեջ եմ գնացել, անդամագրվել, որ պաշտպանենք մեր հայրենիքը, մեր ճանապարհ անցած գնդի կողքին։ Իմ խորի շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Իմ ընկերներին Արտից օգնելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել դրսի Մոսկվայի, Չելյաբինսկի, Վոլգոգրադի
բոլոր մեր ընկերներին անուններով մեկ առ մեկ բոլորի անունը չեմ կարող թվարկել, բոլոր նրանց Եղարքունիքի մարզի ժողովրդի, Սևանի քաղաքի, Ծովագյուղի, Ճամբարակի շրջանի բոլորին նրանց, ովքեր թեկուս հոգեպես կանգնեցին մեր կողքին, նրանց, ովքեր որ ժամանակին սնունդով, ամեն ինչով մեր գնդի, մեր ջոկատին իրանց հնարավորությունները կտրելով, իրանց զրկելով հասնում էին մեզ, որ մենք այնտեղ նեղություն չքաշեինք։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այսօր մեր բեմի, մեր հայ բեմի մեծ ավագ ընկերներին, իմ կողմից սիրված հարգված դերասաններին, Արտաշես Ալեքսանյանին, Դուշ Մանուկյանին, շատ շնորհակալ եմ, սիրելի վարպետներ, որ այսօր մասնակցում եք մեր այս մեծարման, մեզ պետության կողմից շնորհակալական խոսք ասելու այս միջոցառմանը իմ ընկերների, իմ սիրված տղերքի հետ միասին, ես իմ խորին շնորհակալություն եմ ձեզ հայտնում։ Սև հովազի Սևանի ջոկատի տղաները անդամագրվելով կազմակերպությանը ստացան վկայականներ եւ կրծքանշաններ, իսկ Հրանտ Մադացյանը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց Մարշալ Բաղրամյան մեդալով։ Տղաներին փոխանցվեց նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի շնորհակալական խոսքը։ Սև հովազ ռազմահայրենասիրական կազմակերպության պատվոգրով եւ նույնիսկ ժամանակ դարձել է Սև հովազի անդամ Վարդան Նազարյանը, շնորհակալ Նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել նաև Վալենտին Պետրոսյանը, Պարոն Մեսրոպյան, հետո ներկայացնենք նաև միակ գյուղապետը մեր տարածաշրջանից, որ մասնակցեց այդ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Պատվոգրով եւ նույնիսկ ժամանակ Պետրոսյան Վալենտինը դարձել է մեր Սև հովազ Անդամագրվել է Սև հովազ կազմակերպության մեջ եւ ստանում է վկայականը եւ կրծքանշանը։ Շնորհակալ եմ։ Նույն շնորհակալագրերով եւ պատվոգրով է պարգևատրվել Ղազարյան Անուշավանը։ Կարեն Գրիգորյանը Բադյան Մարտինը Շնորհակալագրով է պարգևատրվել եւ անդամագրվել է Սև հովազին Հրաչ Մադատյանը։ Նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել եւ անդամագրվել է Սև հովազին Վարդան Կալյանը։ Նախարարի շնորհակալագրով եւ Սև հովազ ռազմահայրենասիրական կազմակերպության անդամագրվել նաեւ ապակա փոխգնդապետ Մամել Բադյանը։ Նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել եւ անդամագրվել է Սև հովազին Ղարաբեկյան Վազգենը։ Նախարարի շնորհակալագրով եւ անդամագրվել է Սև հովազին Պետրոսյան Արմենը։ Նախարարի շնորհակալագրով եւ անդամագրվել է Սև հովազին Գևորգյան Գեղամը։ Ուրեմն Կարապետյան հետիկին բոլորը ճանաչում եք։ Մեր լավագույն ընկերը հենց պատերազմի 90-ականներից առաջորդից հատուկ գնդում լուրջ մարտական ուղի անցած ու պատերազմից հետո էլ Կրասնասելսկում բազմաթիվ անգամներ հիվանդություն էր դարձել արդեն, եթե մի ամսվա մեջ մի շաբաթ չգար տղաներ հետ կամավոր, մի շաբաթ չմնար տղաներ հետ իշները, այդ ամիսին կհիվանդանալու էր,
մշտական իր մասնակցությունն ունեցել մեր երկրի, մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը, չնայած վաղուց ինքը Սև Հովազը, բայց այս մեր նոր ստեղծած կառույցը, որ ստեղծել ենք, Սև Հովազ ռազմահայրենասիրական կազմակերպությունը, այսօր որոշեցինք, որ Սևանում անդամատոմսը վկայական եւ շքանշանակ տալ մեր Էդիկ Կարապետյանը։ Շնորհակալագրով է պարգևատրվել նաև Դավիթ Ճաղարյանը։ Իր վկայականը մենք առանձին կփոխանցենք Մադատյանի հետ, ուրեմն եւ ուզում եմ կրկին անգամ շնորհավորել պարոն Մադատյան, քեզ քո ջոկատին բոլորին, ովքեր այսօր պարգևատրվեցին եւ նախարարի կողմից եւ մեր կողմից, ուրեմն բազմիցս դուք քո շնորհակալական խոսքն եք ասում պարգևների համար, բայց դուք շնորհակալ լինելու ոչինչ չունեք, ձեզ ունեն շնորհակալություն հայտնելու ձեր կատարած գործի համար, ձեր ապրելյան պատերազմին ձեր լուրջ դերակատարությունը մասնակցություն ունենալու համար, այդ մենք ենք շնորհակալ, երկիրն է շնորհակալ ձեզանից, իհարկե Սև Հովազ ջոկատը ասում եմ 88 թվականներից եղել ով մասնակցել է եւ Ղարաբաղի եւ Հայաստանի ազատագրմանն ու պաշտպանությանը, Սև Հովազ ջոկատն եղել է ռուսերեն ասում են շտուրմավոյ, հայերեն երևի դա կլինի հարձակողական, հա, ջոկատ, որտեղ որ պետք եղել գրավում, Սև Հովազն եղել ատեղ, որտեղ որ պետք եղել, այսինքն իրանց կողմից նախատեսված եղել հարձակում, որ լուրջ պաշտպանություն է պետք եղել, Սև Հովազն եղել ատեղ, ու Վազգեն Սարգսյանի կողմից դեռ ժամանակ ճանաչվել է որպես լավագույն ջոկատ ու ամենակիչ կորուստներով։ Ամբողջ պատերազմի տածքը, նայեք նորից կրկնում եմ, որ եղել է շտուրմավոյ, ունեցել ընդամենը 11 զոհ։ Դա իր մարտական լուրջ, ուրեմն պատրաստության մասին է խոսում է այն նվիրյալների մասին, որոնք որ հատուկ այդ ջոկած տղաներ են եղել այդ ջոկատում։ Ու այդ կառույցը ընդամենը, այսինքն ջոկատին օրինական տեսք տվեցինք, ստեղծեցինք ռազմա հայրենասիրական կազմակերպություն ընդամենը մի 2 ամիս առաջ, արդարադատության նախարարությունով գրանցված արդեն, ու այսօր Սևանում առաջինը հանձնեցինք, ասեմ, ես այդ վկայականից դեռ չունեմ։ Ոչ մեկը չունի տղաներից, առաջինը որոշեցինք գալ եւ Սևանում տղաներին տալ։ Պարոն Մադատյանի եւ տղաների հետ իհարկե խորհրդակցելով որոշում կայացվեց Սևանում, այն ոչ թե այսինքն Սևանում կլինի գրասենյակը, Գեղարքունիքի մարզում ստեղծել Սև Հովազ ջոկատի կառույցը, որը կղեկավարի պարոն Մադատյանը, մեր դռները բաց է, ով կընդունի մեր գաղափարը, ով կընդունի ծրագիրը մեր, ասեմ, քաղաքական ոչ մի բան չկա սրա մեջ, ոչ մի քաղաքական ուժի կողմից չի ստեղծված, սա ընդհանրապես մեր ջոկատի հիմքի վրա ստեղծված կառույցը ու չի ծառայելու ոչ մի քաղաքական ուժի։ Քարորյա պատերազմը ցույց տվեց մեր մարտունակությունը, հայոց բանակի մարտունակությունը, թե ինչ ձևով է հայոց բանակը պատրաստված այսօր դիմակայելու յուրաքանչյուր հարձակման։ Ուրեմն Ադրբեջանը նման ուժով տասնյակ կիլոմետրերով պիտի առաջ գար։ Նոր, եթե կարողանային կասեցնել, կասեցնեինք։ Բայց փառք մեր բանակին ու փառք մեր զինվորին, որ հենց տեղում կարեցել է կասեցնել ու իրենց կյանքի գնով։ Մենք գիտեինք մեր բանակը, մեր զինվորը մարտունակ է նայելով, ասենք են դիվերսիոն գործողություն, բայց որ այս տեսակ հզոր է մեր բանակն ու զինվորը, պատկերացրեք մենք էլ ենք զարմացած, որ մեզ գերազանցել են մեր երեխեքը, փառք մեր երեխեքին, փառք մեր բանակին ու զինվորին։ Մենք գնացինք ճիշտ է, մենք ցանկություն ունենք առաջի գծում լինելու զինվորից առաջ։ Մեր ներկայությունը գիտեք ինչքան ոգևորեց։ Երեխեքը ճիշտ է, նորից եմ ասում, այդ բանակը խնդիր չունի, իր դրած խնդիրը կատարում ենք, առաջադրանքը կատարում է, բայց մեր գնալ ավելի ոգևորեց։
հույս տվեց զինվորին, որ իր թիկունքում իր ծնողնա, որ իր թիկունքում իր այսինքն կամավոր են կռված տղաներն են կանգնած։ Հենց դա ոգևորեց, որ մեր տղաները որ ավելի ամուր կանգնեն, չնայած ամեն օր մենք գնում ենք առաջիկից տղաների հետ եւ զրուցում ենք եւ դե մեր փորձը փոխանակում ենք, ինչ որ գիտենք, ինչ որ անցել ենք այդ պատերազմի ընթացքում։ Գնացել եմ Սև Հովազ ջոկատ, իմանալով հանդերձ, որ ջոկատը ղեկավարումը իմ ընկերը Ռուստամ Գասպարյանը։ Առաջի հենց օրվանից տղաները իրանց դրսևորել են շատ ճիշտ, այսինքն ճիշտ ասելով հասկանում ենք այդտեղ արդեն բանակի հրամանատարությունը հրամանները տալիս էր գնդի հրամանատարին էլ արդեն ըստ ջոկատների մեզ էր հանձնարարում ու անվերապահորեն բոլորը իրենց մարտական ծառայությունը ճիշտ ժամանակին կատարել են, ոնց որ բանակի ղեկավարությունն է կամեցել։ Սմենա փոխությունը կատարվել է 15 օր հետո, 15 օրից հետո մենք նորից ես երկար եմ մնացել, ասենք տղերքից մի երկուսի հետ մինչև վերջ մնացել ենք, Գասպարյանի կողքն եմ եղել, բայց հիմնական մասը արդեն 15 օրը մեկ բանակի հրամանատարությունից հրամանները ստացվել, որ 15 օրը մեկ պետք է սմենա փոխարվի։ Նվիրյալները չեն դավանափոխվում։ Կարծացի Լևոն Զորաբի գիրքը, որը Գասպարյանը ինձ նվիրեց, եւ Սև Հովազներ խմբի քաջագործությունների, նրանց արածների մասին ես ավելի տեղեկացա։ Ուրախ էի նաև մի ուրիշ առիթով, որ ինձ այսօր այս առիթով հնարավորություն ընձեռվեց տեսնել որոշ հովազների, այսպես ասեմ, եւ մի մասի հետ, որոնց ես ճանաչում էի, մի մասին, որոնց այսօր ծանոթացա եւ երախտագիտության զգացումով ես լցվեցի դեպի այդ անձնավորությունները եւ տարիքս ինձ ներեր, երևի ես էլ այդ էնտուզիաստների, այդպես ասեմ, խմբում կլինեի եւ կմասնակցեի այդ պատերազմին, բայց ինչ վերաբերում է այդ տղաների քաջագործություններին, այդ տղաների նվիրվածությանը, այդ տղաների հայրենասիրությանը, մահ իմացյալ, այդ ժողովրդին դիմում Դանիել Վարուժանը, մահ իմացյալ անմահություն է։ Այդ մարդիկ գնում են իմացյալ մահի։ Նախ պետք է ասեմ, որ իմ համար շատ զարմանալի, շատ ուրախալի փաստ էր, երբ որ ջոկատը գնում, ջոկատին է միանում, դա հայ պատմության մեջ հազվագյուտ բան է, որ կարող է ինչ-որ մի հայ կռվող տղաներ, ջոկատ, գնա միանա մյուս ջոկատին։ Մենք բոլորս գիտենք, մենք բոլորս մեր տեղերում թագավորներ ենք բան, բայց այս են դեպքը չէր, երբ որ Հրանտ Մադաթյանը ինքը ամեն ինչ դրեց մի կողմ, ինքը նկատի ունեցավ, ինքը գիտեր ինչի համար է գնում էր իր հայ հողի համար, իր ազգի համար, իր ընտանիքի համար, իր ընկերների համար, իր հող ու ջրի համար, ու միացավ Սև Հովազներ ջոկատին, ու պետք է ասեմ, որ ես ահագին երկար ժամանակ է Սև Հովազներ ջոկատի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, կարելի ասել համարյա թե մարտական ընկերներ ենք դարձել, որովհետև ապրիլյան պատերազմին արդեն մենք միասին էինք մարտնչում, եւ թե ֆիզիկապես եւ թե հոգեվոր կտրվածքով, որովհետև այդ ժամանակ մենք հենց Արցախում մեր տեսահոլովակը ներկայացրեցինք Արցախի հեռուստատեսության ընկերությամբ ու հետո նոր շարժվեցինք դիրքեր եւս մեկ անգամ համոզվեցի, որ այո, իրոք հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Սև Հովազ կամավորական ջոկատը կազմավորվեց դեռ 1989 թվականին։ 1990 թվականին ջոկատի 69 ազատամարտիկներ անդամագրվեցին հատուկ գնդին։ 1993-ին կազմավորվեց գումարտակ։ Սև Հովազի տղաները մասնակցել են Արարատի, Գորիսի, Իջևանի, Սիսիանի, Կապանի եւ Արցախի հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի, Կուբատլուի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին, ունենալով 12 զոհ։